Պատգամը, որ այսօր պատրաստել եմ նոր տարվա մեր խոհերի, մտորումների համար է, որ մի հատ քննենք մեզ, այս նոր օրերի համար պատրաստ լինենք մենք, որպեսզի սատանան առիթից չօգտվի, բայց Աստված մեզանից օգտվի։ Հետևաբար այսօրվա պատգամը այսպես է կոչվում. Որն է քո թույլ կողմը, որն է քո թույլ տեղը։ Հիմա ամեն մեկս էլ եթե անկեղծ լինենք, ինչքան էլ ուժեղ լինենք, թույլ տեղեր ունենք, այդպես է թե ոչ։ Ես հիշում եմ մի անգամ շատ տարիներ առաջ էր մի հատ հաղթանդամ երիտասարդ տղա էր եկել եկեղեցի, բայց դողում էր։ Ինքը ըմբշամարտի չեմպիոնն էր Եվրոպայի, բայց եկել էր ինձ մոտ եւ ասում էր ես տապալված եմ։ Ինքը շատերին էր տապալել, հաղթանակ էր տոնել, առաջի տեղն էր կանգնել, ոսկե մեդալ էր տարել, բայց վախը իրեն տապալել էր։ Մտքի վախեր ուներ։ Ինքը ուժեղ մեկն էր, բայց ներսում թուլություններ ուներ եւ սատանան այդ թույլ տեղից բռնել էր։ Ուրեմն ամեն մեկս էլ մի հատ թույլ տեղ ունենք եւ սատանան գիտի այդ մասին եւ օգտվում այդ առիթից եւ որպեսի թափանցի մեր կյանքի մեջ եւ մեզ վնաս տա։ Մի եղբայր ունեմ, հարազատ մեկը, որ աշխատում է Հոլիվուդում, ավելի շուտ աշխատում է Դիսնեյում, եւ ինքը cyber security մասնագետ է եւ իրան հատուկ վարձել են մի բանի համար, որ նա ուղակի գնա եւ Դիսնեյի թույլ տեղերը գտնի եւ իրենց ասի, այսինքն ծրագրավորման այդ պրոգրամինգի ինչ թույլ տեղեր կա, օր ու գիշեր պիտի նստի եւ փորձի այս ձև կոտրի, այն ձև ներս մտնի ծրագրերի մեջ, սերվերների մեջ, որ իմանա ինչ թույլ տեղ կա, որ թշնամին չմտնի։ Ուրեմն մեծ կոմպանիներն էլ նման աշխատողների կարիք ունեն, որ մեկը բացահայտի իրենց թույլ կողմը։ Եվ ինչու, որովհետև ժամանակներ առաջ այդ ընկերս պատմեց, որ հաքերները գողացել էին Դիսնեյի մի հատ մեծ սցենար, այսինքն մի հատ movie, ինչ է, պատմություն էին գողացել։ Զարմացա, իսկ ինչպես են գողացած, այս printer-ի միջոցով։ Այսինքն ինչպես թե printer-ի միջոցով, printer-ը թուղթ ես տպում, հանում ես, մեկը տանը նստած ոնց կարող է դա գողանալ։ Ասում են կոտրել էին համակարգը, կպել էին printer-ին եւ ինչ որ մենք print էինք անում, իրանց մոտ printer լինա։ Եվ այդ պատճառը եղավ, որ մի քանի միլիոն դոլարի վնաս քաշեց Դիսնեյը եւ որոշեց այս տղային վարձենք, որ գա մեր բոլոր թույլ կողմերը մեզ ասի, որ հետագայում մենք վնաս չքաշենք։ Ուրեմն քույրեր, եղբայրներ, մենք էլ կարիք ունենք, որպեսզի Աստծո խոսքը ցույց տա մեր թույլ կողմերը, որպեսզի սատանան մեզ վնաս չտա, որպեսզի մեր մտքերը չգողանա, որպեսզի մեր ծրագրերը, տեսիլքները, երազանքները մեզանից չգողանա։ Համաձայն եք, սատանան ճեղք է ման գալիս։ Հիշում եմ Հայաստանում ասում են, եթե մուկը կարողանա մի հատ անց գտնի, որի միջոցով իր պոչը կարողանա մտցնել, ինքն էլ կմտնի։ Ուրեմն մենք նայում ենք, ասում ենք, մի հատ փոքր անց կա, այդ ինչ կարող է անի, բայց սատանայի համար դա առիթ է, որ մտնի մեր կյանք եւ մեզ ապականի եւ մեզ թալանի։ Ծննդոց 2 գլխի 15-րդ խոսքում մենք տեսնում ենք Աստված օծին մի բան ասած։ Ծննդոց 2 գլուխ 15-րդ խոսքը, չգիտեմ այստեղ կա թե չէ, այո, օծին ասած եւ ինչ կանես, դու կխայթես մարդու ինչը գարշապարը։ Ինչ է գարշապար։ Ով գիտի։ Ամեն մեկս այո, մեր կրունկն է, ունեն գարշապար։ Հիմա ինչպես է օծը խայթում գարշապարը, որովհետև այն ժամանակներում կոշիկ չկար, մարդիկ ինչ էին ակնում, սանդալ էին ակնում, չէ։ Հիմա ոտքի տակը փակ էր, բայց կրունկը բաց էր։ Ուրեմն օծը ինչ է ման գալու, որ որտեղից խայթի, այնտեղ որտեղ բաց տեղ կա։ Քույրեր, եղբայրներ, կարծում եք սատանան փոխվել է։ Ինքը նորից գարշապար է ման գալիս։ Եվ ամեն մեկս մեր գարշապարն ունենք։ Հունական դիցաբանության մեջ կար մի կուրք, անունը Աքիլես, եւ այդտեղից առաջացավ, չէ, Աքիլեսյան գարշապար, որ կարծեմ իր թշնամին հենց որտեղ որ խոցում էին իրան, ինքը անմահ էր, բայց իր գարշապարը իր խոցելի տեղն էր եւ թշնամին նետը ուղղեց դեպի գարշապարը, նրան կարծեմ սպանեց։ Ուրեմն ամեն մեկս մեր գարշապարն ունենք։ Մեկի մոտ դա բնավորության մի գիծ է, մյուսի մոտ մեղք է, այն մյուսի մոտ մի հատ սովորություն է, բայց սատանան գարշապարն է խայթում եւ նա չի հարձակվում մեր ուժեղ տեղերի վրա, որովհետեւ գիտի, որ մենք այդտեղ ուժեղ ենք։ Եվ
ուժ չի գործադրում մեր ուժեղ տեղերի վրա, ժամանակ չի կորցնում։ Մենք բոլորս ունենք մեր ուժեղ կողմերը, բայց հարցը սա է. որտեղ ես ամենախոցելին։ Որ կողմից է սատանան հարձակվում քո վրա։ Որտեղ է այն ճեղքը, որի միջոցով նա թափանցում է քո կյանք։ Բայց ուզում եմ այսօր մի լավ բան ասեմ։ Քո ամենաթույլ կողմը կարող է դառնալ քո ամենաուժեղ վկայությունը, որով Աստված կարող է փառավորվել։ Ամարտիկ կան, որ թույլ կողմ են ունեցել, ասել են ես էս եմ արել, ես ծխել եմ, ես հարբեցող եմ եղել, ես այսինչ գործերն եմ արել, բայց հիմա էլ չեմ անում, Տերը փրկեց, ինչ անշանակում, այդ մարդու ամենաթույլ կողմը դարձավ իր ամենազորավոր վկայությունը։ Ուրեմն իմ աղոթքը սա է, Տեր, մեր թույլ կողմերը ամենաուժեղ վկայությունը դարձրու։ Եբրայեցիներին 12-րդ գլխի առաջի խոսքն ասում է, որ թոթափենք մեր վրայից, չգիտեմ, ասում է դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղք։ Համաձայն եք, կարող ենք իրար հետ այս խոսքերը կարդալ, ինչ անենք, դեն գցենք։ Մի հատ նորից այդ դեն գցելը ասենք, ինչ անենք, դեն գցենք։ Եղելա որ հատկապես հայ տղամարդկանցս հետ, որ օրինակ մեր կանայք գալիս են նոր տարվա նախաշեմին, մի հատ հին ժանգոտած բան ա բերում, ասում է, «Էս ինչ է»։ Մենք նայում ենք, չենք հասկանում ինչ է, ասում եմ, բայց պահի, մի օր պետք կգա, կա չէ՞ տես բան։ Հետո պահում ենք, մի հատ տեղ ենք ունենում, պահում ենք մի ապրանք, որի դռան վրա գրված է, մի օր պետք կգա։ Հետո հասկանում եք, որ մի օր պետք չի գալիս, տեղ է գրավում, չէ՞։ Աղբ է կուտակվում մեր տան մեջ։ Այդ առումով գանե շատ լավ է, այսինքն չէ՞ հարցում մի անգամ դեն է գցում։ Հիմա բաներ կան, որ չպետք է պահենք, պետք է դեն գցենք։ Ինչն ենք դեն գցում սովորաբար, այն ինչ որ անպիտան է, այն ինչ որ վնաս է, այն ինչ որ աղբ է։ Ով է աղբը տանում է, թափում է եւ ափսոսում, ասում է, «Վայ շատ ափսոս է, էսի տանեմ, թափեմ, մի քանի օր էլ մնա իմ տանը, հոտի, փչանա, ճանջեր հավաքվեն նոր»։ Աղբը պիտի դեն շպրտվի։ Ուրեմն Աստծո խոսքն ասում է, դեն գցենք ամեն ծանրություն։ Ինչ բան կա քո կյանքի մեջ, որ ծանրացել է քո վրա։ Ինչն է ծանրացել, մեղքը, միտքը, ինչ որ հարաբերություններ, որ ծանրացել են քո խղճի վրա, դա նշանակում է, որ չպետք է պահես, պետք է դեն գցես, որտեղ այդ ծանրության տակ չես դիմանա, կթուլանաս, կջարդվես։ Ուրեմն ծանրություն կա, որ պիտի դեն գցենք, հաջորդ ինչ կա, որ պիտի դեն գցենք, մեղքը, բայց որ մեղքը, որ մեզ ինչ է անում, ինչությամբ, հեշտությամբ պաշարում է։ Մեղքեր կան, որ այդքան էլ հեշտ չի, որ մեզ պաշարի, ճիշտ է, դժվարությամբ է պաշարում, կամ էլ չի կարող պաշարել։ Մեղքեր էլ կան, որ մարդուն հեշտությամբ են պաշարում։ Հիմա այստեղ մարդիկ կան, որ խմիչքի հանդեպ շատ անտարբեր են։ Կան այդպիսի մարդիկ, ձեր ձեռքերը տեսնեմ։ 3 հոգի, 4 հոգի, այս մնացածս տարբեր եք, անտարբեր են։ Այսինքն իր առաջ ինչ էլ որ դու դնես իր աչքին, ոչինչ է դա, չի գրավում, բայց խմողի աչքին դնես, ասում է օղու շիշը ինձ ինչ անում, աչքով է տալիս, կանչում է, ասում է ներս արի, ներս կամ էլ ներս ընդունիր ինձ։ Ուրեմն մեղքեր կան, որոնց հանդեպ մենք անտարբեր ենք, բայց մեղքեր կան, որոնք մեզ հեշտությամբ ինչ են անում, պաշարում են։ Եվ դրանք են սատանայի կողմից խոցելի տեղերը։ Դա է մեր գարշապարը։ Դա է, որ մեզ անհանգստացնում է եւ Աստծուն անհանգստացնում է, եւ Տերն ուզում է, որ մենք դրանցից ազատվենք։ Մեղքեր կան, որոնք հեշտությամբ են մեզ պաշարում, մեր թույլ կողմերն են, մեր տկար կողմերն են, որոնք Սուրբ Հոգու վերահսկողության տակ չեն գտնվում, բայց պետք է բերենք այդ վերահսկողության տակ։ Օրինակ ծխախոտը։ Կանայք կան, որ տանել չեն կարողանում, չէ, զզվում են այդ հոտից, տղամարդիկ էլ կան։ Բայց մեկն էլ կա, որ կողքով մեկ անցնում է, ծխի հոտ է գալիս, արդեն իրան ինչ անում, տանում է։ Կամ խմիչքը, որ ասացի, հիմա մեկը մի կում խմի, ոչինչ է իր համար, բայց մեկն էլ կա, որ հոտը քաշի, արդեն հարբում է ինքը։ Ուրեմն դա իր թույլ կողմն է, որտեղից սատանան օգտվում է։ Եվ մենք այսօր կտեսենք մի քանի մարկանց Սուրբ գրքից,
ինչպես սատանան ճարեց թույլ կողմերը եւ ինչպես ներս թափանցեց, եւ պիտի աղոթենք եւ ասենք Տեր, այս սկիրակի, այս շաբաթ մեր թույլ կողմերը փակիր եւ դեն նետենք եւ ամբողջությամբ հրաժարվենք։ Առաջինը Եվան էր։ Ծանոթա ձեզ Եվան, լսել եք Եվայի մասին, ծննդոց 3-րդ գլխի մեջ։ Ես կխնդրեմ Ալեքսը անգլերեն աստվածաշունչ ունի, այսօր անգլերեն աստվածաշունչ կարդա ծննդոց 3-րդ գլուխը։ 3-րդ գլխի առաջինից 2-րդ խոսքերը։ Ծննդոցը շատ հեշտ է, դրա համար հեշտ գործ Ալեքսին տվեցի։ Ծննդոց 3-րդ գլուխ 1-ից 2 խոսքերը անգլերենով կարող բարձրաձայն ինքը կարդա, թե ինչ տեղ ունեցավ Եդեմական պարտեզում, երբ որ օծը հայտնվեց Եվային։ Հետարքիր է օծը առաջինը Ադամի հետ չխոսեց, չէ՞։ Եվայի հետ խոսեց։ Ալեքս կխնդրեմ կանգնի եւ բարձր կարդա անգլերենով, որ լսենք։ Now the serpent was more crafty than any of the wild animals the Lord God has made. He said to the woman, did God really say you must not eat from any tree in the garden? The woman said to the serpent, we may eat the fruit from the trees in the garden. But God did say, you must not eat fruit from the tree that is in the middle of the garden. You must not touch it, or you will die. Thank you, Alex. Ուրեմն տեսեք, ծննդոց 3-1-ից 2-ը օծը ասաց կնոջը։ Հետո հաջորդ նախադասությունը ինչա գրված, կինը ասաց օծին։ Սրան ինչ են ասում, երկխոսություն։ Օծը կարող է մեզ հետ խոսել, սատանան կարող է խոսել մեզ հետ, մտքեր տալ մեզ, բայց մենք պատասխան չպետք է տանք իրան, որտեվ այն պահին, երբ որ նրան պատասխան տվեցինք իր ուզած ձևով, ոչ թե Աստծո զրույցի մեջ մտնենք, հետը կպարտվենք։ Օծը թույլ տեղը գտավ Եվայի, եւ որն է նրա թույլ տեղը, ականջը, չէ՞։ Ասում է այդ մարդը, այդ տղեն նստել է այդ աղջկա, որտեղին ականջին է նստել։ Հայաստան տենց են ասում։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն այնքան է խոսում, որ իր սիրտն էլ տարավ։ Տեսեք, չէ՞, տղա աղջիկ հարաբերությունների մեջ ասում, այնքան նստեց այդ աղջկա ականջին, որ սիրահարվեց այդ աղջիկի տղայի վրա։ Հիմա չգիտեմ դուք այդպես արել եք թե չէ, բայց օծը այդպես անում է, խոսում է մարդու հետ։ Թույլ տեղը գտավ, բաց տեղը գտավ։ Եվան առիթ տվեց, որ օծը իր հետ խոսի, եւ օծը խոսքով թափանցեց նրա մեջ։ Հովհաննես ավետարան 10-րդ գլխի 27 համարում էլ գրված է, Տեր Հիսուսը ասաց, Հովհաննես 10:27-ը, ասում է իմ գառները, իմ ձայնը ինչ են անում, լսում են։ Ինչպես ենք իմանում, որ մեկը Հիսուսի գառն է, թե չէ, հենց ականջով, ում ականջ ես դնում, նրան էլ պատկանում ես։ Միշտ ասում եմ, առաջի պատվիրանը սիրո պատվիրանը չի, առաջի պատվիրանը լսելու պատվիրանն է, որտեղ նախքան այն, որ ասում է սիրիր քո Տեր Աստծուն, ասում է լսիր ով Իսրայել, քո Տեր Աստվածը մեկ է։ Ուրեմն ում ականջ ես դնում, նրան էլ քո սիրտը տալիս ես, նրան էլ հնազանդվում ես։ Իմ գառները իմ ձայնը լսում են։ Օծը, մեղքը, գայթակղությունը ձայն ունի, լսել եք այդ ձայնը երբևէ։ Ծխախոտը ձայն ունի, խմիչքը ձայն ունի, թմրանյութը ձայն ունի, որ ասում է արի ինձ վերցրու, արի ինձ գործածիր։ Փողը ձայն ունի, անգլերեն էլ ասում են այդպես, չէ՞։ Փողը խոսում է։ Էլ ինչն է խոսում։ Միշտ էլ չի խոսում, մենք ենք խոսացնում իրանց։ Բայց խոսում է մեր այդ շատ բաներ։ Այն մարդը, որ ուզում է դա այդ պահել, սառնարանն է իր հետ խոսում։ Շատ բաներ մեզ հետ խոսում են։ Բայց հարցն այն է, ոչ թե որ խոսում է քեզ հետ, այլ հարցն է, որ դու չպետք է պատասխան տաս։ Հիշում եմ կորոնավիրուսի ժամանակ, երբ որ բոլորս տներում փակված էինք, հիշում եք այդ օրերը, պետք չի հիշել։ Բայց երբ որ տներում փակված ենք, ամեն մեկ իր շան հետ, իր կատվի հետ, մի հատ հոգեբան կար, որ ասում էր, խնդիր չի, որ դուք տանն եք ձեր շան հետ ու ձեր շան հետ խոսում եք, դա խնդիր չի։ Բայց այն պահից, երբ որ զգացիք, որ ձեր շունը ձեր հետ խոսում է, արագ դիմեք հոգեբանի օգնությանը։ Ուրեմն եթե օծը խոսում է քեզ հետ, եթե մեղքը խոսում է քեզ հետ, եթե զգում ես, որ գայթակղություն կա, որ անդադ մտքիդ մեջ պտտվում է, իմացի, որ դա հին օծն է։ Դուռ եմ ան գալիս, որպեսզի ներս թափանցի։ Հիշում եք ինչ ասաց Աստված
կայենին, օծը որտեղ է, դռանդ առաջ պարկած է։ Ոչ ոք չի, որ դուռը բացի տեսնի օծը դռան առաջ պարկած է, ասում վայ, ես ինչ սիրուն օծ է։ Մի հատ արի քեզ գրկեմ, քեզ սիրեմ մեղ կա այս օծը։ Ներս ընդունեմ։ Բայց իրականում օծը շատերի կյանքա մտել եւ ինչ համ երբ որ օծը գալիս է, թունավորում է։ Ուրեմն թույլ կողմը որն էր ականջը Եվայի։ Ականջ էր դնում սխալ զրույցներին։ Շատ հավատացյալներ կան այսօր ականջ են դնում սխալ խոսքերին։ Ականջ են դնում բամբասանքներին, չարախոսություններին։ Մի բառ, որ կործանում է մարդկանց կյանքը։ Այսօր ասենք Տեր, ականջներս փակիր, որ չլսեմ այն, ինչ որ չպետք է լսեմ, եւ լսեմ այն, ինչ որ պետք է լսեմ։ Համաձայն եք։ Թող Տերը օրհնի մեր ականջները։ 5 տականում, երբ որ քահանայապետը քահանաներ էր օծում եւ ասում է պետքա ինչ աներ, յուղներ թե արյուններ կարծեմ Արթուր եղբայր դուք կհիշեք, քսում էր ականջին, այսինքն փրկագնում էր այդ ականջը, որ քահանայի ականջը փակ լինի սատանայի համար, բաց լինի Աստծո համար։ Ուրեմն թող մեր ականջները թույլ տեղ չլինեն, որից սատանան կօգտվի։ Երկրորդ անձը, որ թույլ կողմ ուներ եւ կործանար, եղավ Եսավն էր։ Ծննդոց 25-րդ գլխի մեջ ենք տեսնում 25-ից 29-ից 34-ը, շատ երկար չեմ ուզենա կարդամ, չգիտեմ, այստեղ կա արդեն գրած, չէ, ասում է, հետո Եսավը նրանից հետո ելավ նրա եղբայրը ձեռքով Եսավի գարշապարից բռնած, հիշում եք պատմությունը, մոր որովայնի մեջ դեռ կռիվ էին տալիս, ով պիտի առաջինը լինի, առաջինը ծնվի, բայց Եսավը ծնվեց, իսկ Հակոբն ինչ էր արել, բռնել է նրա գարշապարից, դեռ արգանդի միջից, թշնամին գիտի մեր գարշապարը, մեր թույլ կողմը, հետո անցան տարիներ, Հակոբը հասկացավ, որ Եսավի գարշապարը իր ստամոքսն է, հիշում եք Պողոս առաքյալն ասում է, ոմանք իրանց որովայնը դարձրել են իրանց աստվածը, միայն ուտել խմելու մասին են մտածում իրանք, եւ երբ որ նա սոված եկավ եւ եղբայրը թանապուր էր սարքում, ասում է մի բան տուր ինձ ուտեմ, սոված եմ, հիշում եք եւ եղբայրն ասեց անդրանեկությունը տուր, մի աման ապուրը տամ, շատերը կան, որ պատրաստ են իրանց հոգու փրկությունը ձեռքից տան մի օրյա հաճույքի համար, մի հատ գործողության համար, ինչա թե ստամոքսս լավը զգա, մարմինս լավը զգա, ոչինչ ոտ հավատացյալ լինելը ձեռքից տամ, բայց հիշում եք ինչ ասած 32-րդ խոսքում ասում է ես մեռնում եմ, ինձ ինչ օգուտ ունի առաջնեկությունը, այսինքն ինքը մտածում էր իր մարմնական կարիքների մասին, ոչ թե հոգևոր կարիքների մասին, ինչքան նախկին հավատացյալներ կան այսօր դժոխքում, որ մի աման ապուրի դիմաց իրանց փրկությունը ձեռքից տվեցին, հավիտենական կյանքը ձեռքից տվեցին։ Եսավը հավիտենական արժեքը փոխեց կարճաժամկետ հաճույքների հետ։ Քույրեր եղբայրներ, չանենք այդպես։ Պահենք մեր անդրանեկությունը, բարձր պահենք մեր հավատացյալ անունը եւ Հիսուսի անունը մեր կյանքի մեջ։ Հետագայում ինչ եղավ, տեսնում ենք, որ երբ որ Եսավը եկավ իր հայր Իսահակի մոտ եւ ասեց ինձ էլ օրհնիր, ինչ ասաց Իսահակը, էլ օրհնություն քեզ համար չի մնացել։ Այնպես չլինի, որ սատանան մեզ այնքան թալանի, որ էլ տեղ չմնա Աստծո օրհնությունը մեր կյանքի մեջ։ Աստվածաշունչը Եսավին լավ անուն չտվեց։ Այնքան ծանր անուն տվեց, որ ամաչում եմ անգամ բեմից ասեմ։ Բայց միտեղ գրված է Աստված Հակոբին սիրեց, Եսավին ատեց։ Մերժեց Եսավին։ Եբրայեցիների թուղթն ասում է անգամ լացելուց հետո էլ ապաշխարության տեղ չգտավ։ Ինչու՞։ Որովհետև սատանայի առաջ դուռ բացեց եւ թալանվեց։ Քույրեր եղբայրներ, զգուշանանք։ Այս ամենը մեզ համար օրինակի համար է գրված։ Այսօր մեր մեջ էլ կան Հակոբներ, մեր մեջ էլ կան Եսավներ։ Չլինենք Եսավի նման, այլ լինենք սիրելի Աստծո համար։ Եսավը իր հավիտենական կյանքը փոխեց ժամանակավոր հաճույքների հետ։ Ինչքան հավատացյալներ կան այսօր, տարված են ժամանակավոր հաճույքներով։ Կիրակի գալիս է պաշտամունքի օրն է, բայց իրան տալիս է հաճույքներին։ Բայց գիտեք այդ հաճույքները մեզ իրականում հաճույք են պատճառում։ Հետագայում մարդիկ դատարկ հոգով են մնում, դեպրեսիայի մեջ,
հոգեկան խնդիրների մեջ հաճույքներն են նրանց այդտեղ հասցրել։ Քուրեր եղբայրներ, մեր մեծագույն հաճույքը Աստծո խոսքի մեջ է։ Մեր մեծագույն հաճույքը եկեղեցում լինելն է, Տիրոջը պաշտելն է։ Միթե դրանից ավելի ապրեցնող բան կա մեզ համար։ Ուրեմն այդ դուռն էլ կարող ենք փակել սատանայի առաջ։ Հիշում եք Տեր Հիսուսին է սատանան ուզում էր հենց այդտեղից գայթակղացներ առաջինը։ Եթե Աստծո որդի ես, ինչու ես սոված։ Եթե Աստծո որդի ես, ասա այդ քարը հաց դառնա։ Մի քիչ հեշտացրու քո կյանքը։ Այդքան նեղություն մի քաշիր Աստծո որդի լինելու համար։ Բայց Հիսուսը առիթ չտվեց սատանային։ Հիշում եք Պողոս առաքյալն ասում է. առիթ չտանք սատանային։ Եփեսացիների մեջ է գրում է. ոտքի տեղ մի տվեք սատանային։ Այդ շատ հավատացյալներ ոչ միայն ոտքի տեղ են տվել, այլև ամբողջությամբ նա տեղավորվել է նրանց կյանքի մեջ։ Երրորդ անձը, որ պիտի նայենք այսօր, Սամսոնն է։ Որն էր Սամսոնի ուժեղ կողմը? Մազերը։ Որն էր Սամսոնի թույլ կողմը? Մազերը, աղջիկները, բայց այդ աղջիկները որտեղից էին թափանցում իր մեջ? Աչքերից, չէ՞, աչքերը իր թույլ կողմն էին։ Եթե Եվայի թույլ կողմը ականջն էր, Սամսոնի թույլ կողմը աչքերն էին։ Դատավորաց 14-րդ գլխի մեջ առաջի խոսքում ասում է եւ Սամսոնը իջավ Թամնաթա եւ Թամնաթը փղշտացների աղջիկներից մի կին տեսավ։ Նայեք մեր Սամսոնին, ոմանք այսպես խոշորացույցով ման են գալիս եկեղեցիներից եկեղեցի կամ աշխարից աշխարհ, որ մեկին գտնեն։ Հետո տեսավ մի կին ինչ արեց, տեսավ, չէ՞, տեսավ։ Եվայի համար ասում է տեսավ, որ պտուղը հաճելի է։ Իհարկե նախքան այդ լսեց, հետո տեսավ Եվան։ Հետո ասում է նա վեր գնաց եւ իր հորն ու մորը պատմեց եւ ասաց. Թամնաթայում փղշտացների աղջիկներից մի կին տեսա։ Չէ՞ ասում աղջիկ տեսա, կին։ Ինչ գործ ունես ուրիշի կնոջ հետ։ Ինչ գործ ունես փղշտացի կնոջ հետ։ Եվ հիմա ինձ համար կին առեք նրան։ Կին եմ ուզում։ Էս էր իր քարոզը, էս էր իր ուզածը, սրտի ուզածը, տեսավ։ Հետագայում հիշում եք Սամսոնի հետ ինչ եղավ։ Սամսոնի թեպետ իր ուժեղ կողմ իր մազերն են, թույլ կողմ իր աչքերն էին, բայց նա աչքի երևույթով շարժվեց։ Աչքին հաճելի շարժվեց։ Մատթեոս 6:22-ում Տեր Հիսուսն ասում է. աչքը մարմնի ինչն է, ճրակն է։ Եթե աչքդ լուսավոր եղավ, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի։ Եթե լույսին ես նայում, դու կլուսավորվես։ Եթե ճիշտ բաների ես նայում, ճիշտ էլ կմտածես, ներսը ճիշտ կլինի, կյանքը ճիշտ կլինի։ Բայց եթե աչքդ սխալ բաների տաս, սխալ արդյունք ունենաս։ Արդյունքում ինչ եղավ։ Սամսոնը կորցրեց թե մազերը, թե ուժը, եւ վերջում էլ աչքերը սատանան հանեց։ Իր տեսիլքը կորցրեց։ Իր թույլ կողմը աչքերն էին, աչքերն է սատանան հանեց։ Բայց երբ որ իր աչքերը կորցրեց, կարծես իր հոգու աչքերը բացվեց, հասկացավ։ Դրա համար իր ուժը հետ եկավ։ Ուրեմն քույրեր եղբայրներ, առիթ չտանք սատանային։ Նա թույլ տեղերից է օգտվում, թույլ տեղերից էլ խփում է մեզ։ Եթե մեկի թույլ տեղը ծխախոտն է, հետո էլ թող ինքը չասի ինչու թոքերի կենսեր ստացա, որովհետև քո թույլ տեղն էր, քո թույլ տեղից էլ հարված կերար։ Չորրորդ անձը Պետրոսն էր։ Եթե Եվայի կյանքում թույլ տեղը ականջն էր, Եսավի կյանքում, հուշեք ինձ, Ստամոքսն էր, Եվանի կյանքում, Սամսոնի կյանքում աչքերն էին, Պետրոսի կյանքում ինչն էր, որ անդադ իր մտքից էլ առաջ էր անցնում, շտապում էր, լեզուն էր։ Հա դուք տեսնում եք փաստորենս, ասում եմ բրավո, այս ինչ արագ պատասխան են տալիս ինձ։ Պետրոսն ինչ արեց։ Շատ շտապ էր իր լեզվի մեջ, չէ՞։ Արագ որոշումներ էր կայացնում, բաներ էր ասում, Տեր ով, բայց ես քեզ չեմ ուրանա։ Սիրում էր այդ երգը, որ ասում է, ուր որ գնաս հետդ կգամ։ Ինչ էլ անես, ես էլ կանեմ։ Արագ որոշումներ էր կայացնում իր լեզվով։
ով ուրանա, ես քեզ չեմ ուրանա, պատրաստ եմ հետդ էլ մեռնել։ Բայց հիշում եք, երբ որ Հիսուսը ձերբակալվեց, կալանավորվեց, Մատթեոսի 26:74-ում գրված է, ասում է Պետրոսը ուրացավ եւ ասեց. ես նրան չեմ ճանաչում։ Իր լեզվով քանի անգամ ուրացավ, 3 անգամ ուրացավ։ Ուրեմն լեզու նրա թույլ կողմն էր եւ սատանան օգտվեց այդտեղից եւ բռնեց նրա թույլ կողմը։ 141 Սաղմոսի 3-րդ խոսքն ասում է. Տեր, պահապան դիր իմ, ոչ թե իմ սեյֆին։ Ես վերջերս տեսա, այստեղ մեկի սեյֆը թալանել էին։ Հետո տեսա սեյֆը բացել էին, ինչ կար տարել էին, թե բերանն էր բացել։ Ասում եմ, Աստվածը շատ օրհնի, բայց նայեք, հա։ Այսինքն, միջև եթե օրհնում ես, միջև վերջ օրհնում, ի սպառնա։ Տեր պահապան դիր իմ բերանին, պահպանիր իմ շրթունքների դուռը։ Ուրեմն մեր շրթունքները ինչ են? Դուռ են։ Եվ ուշադրություն է դռնից միայն բաներ չի, որ միայն դուրս է գալիս, այդ դռնից նաև բաներ կան ներս է մտնում։ Եթե սխալ խոսքեր ասենք, սխալ բաներ ներս կմտնեն մեր կյանքի մեջ։ Եթե բացասական խոսենք, բացասական բան կմտնի մեր կյանքի մեջ։ Եթե անընդհատ տրտնջանք, մեր դռներից տրտունջ դուրս գա, տրտունջի ոգին էլ կգա մեր կյանքի մեջ։ Զգուշ լինենք, ինչ դուռ ես բացում։ Աղոթենք, ասենք, Տեր իմ բերանը թող փառաբանության դուռ լինի։ Գոհության եւ պաշտամունքի դուռ լինի, Տեր, եւ ոչ թե սատանայի համար բաց դուռ լինի։ Կարող ենք միասին այս խոսքերը ասել իրար հետ։ Ես ասեմ, ինձանից հետո կրկնեք. Տեր պահապան իմ բերանին, պահպանիր իմ շրթունքների դուռը։ Ում բերանին? Իմ հարսի բերանին, իմ կիսուրի բերանին, իմ բերանին։ Գործ չունես քո հարսի բերանի հետ։ Գործ չունես, որ հարսիդ լեզուն ինչքան երկար է, ինչքան կարճ է։ Դու քո լեզվի համար ես Աստծուն պատասխան տալու։ Ուրեմն Տեր պահպանիր իմ բերանը, որ սատանան առիթից չօգտվի։ 4. Ուրեմն այսօր ովքեր կիսուրներ են եւ հարսներ են, իմ հետ խնդիր կունենան, բայց դե դա էլ ձեր խնդիրն է։ Վերջին, որ խնդիր ուներ եւ բաց դուռ ուներ իր կյանքի մեջ, Հուդան էր։ Եկեք նորից ամփոփենք։ Եթե Եվայի կյանքի մեջ բաց դուռը ականջն էր, Եսավի կյանքում ստամոքսն էր, Սամսոնի կյանքում աչքերն էին, Պետրոսի կյանքում լեզուն էր, Հուդայի կյանքում ինչն էր ձեզ? Ձեռքերն էին։ Ես կուզենամ այս ամեն ինչը ոչ մենակ Հուդայի ու Եվայի մասին լինի, մենք մեզ քննենք։ Որտեղ կան բաց դռներ իմ կյանքի մեջ։ Պետրոսը լեզվից թույլ էր, բայց Հուդան ձեռքից թույլ էր։ Հովանու 13:27-ում ասում է Տեր Հիսուսը այդ հաղորդությունը տվեց նրան, ասեց գնա ինչ անելու ես շուտ արա, հետո գրված եւ սատանան մտավ Հուդայի սրտի մեջ։ Շատերն ասում են, չի կարող սատանան հավատացյալի կյանքի մեջ ներս մտնել։ Կներեք, եթե դուռը բացեք, դուռը բաց թողեք կգա։ Ասում են դուռը փակ պահի հարևանիդ գողմի ասա։ Փակի դուռդ եւ գողերը կանցնեն քո տան կողքով, բայց եթե բաց լինի, դու հրավիրում ես նրան։ Հետո Հովանու 12:4-6, երբ որ հիշում եք, յուղը բերվեց, Հիսուսին յուղով օծեցին, տրտնջացող ով էր, հենց Հուդան էր։ Ասում է, այսքան արծաթի կծախեինք, աղքատներին կտանք, բայց իր հոգը չէին աղքատները։ Նկատում եմ շատերը, երբ որ 10-անորդից եկեղեցին բողոքում են, ասում են 10-անորդը, որ բերում են կտանք աղքատներին, այդ բողոքի հետևում Աստծո արդարությունը չի, իրանց ժլատությունն է իրականում։ Իրանց ծուռ մտքերն են։ Եվ Հովանու 12:4-6-ում ասում է, բայց ինքը գող էր եւ գանձանակից գումար էր տանում։ Ուրեմն իր բաց դուռը, իր բաց ձեռքն էր, գող էր ինքը, իր ֆինանսների մեջ Աստծուն չէր հրավիրում, ինքնուրույն էր ուզում տնօրիներ։ Ես միշտ ասում եմ սա, եթե մենք ասում ենք Հիսուս դու ես իմ Տերը,
Դա նշանակում է, որ Հիսուսը նաև մեր ֆինանսների տերն է, այդպես է թե ոչ։ Այսինքն այն գումարները, որ ես ունեմ իմ գրպանում, իմ բանկի հաշվին, ամենը ումն է Հիսուսինն է։ Էլի իմը չի։ Հետևաբար, եթե ես պետքա դա ծախսեմ, ում պիտի հարցնեմ, ով որ տերն է այդ ամեն ինչը։ Պիտի ասեմ, Տեր, թույլ տալիս ես, որ ես գումարես նպատակի համար ծախսեմ։ Ու հիմա կասեք, այսքանն էլ որ տվեցի Տիրոջը ինձ ինչա մնալու բա։ Ինչ որ եթե 10 ինչ որ քոննա լինի նրանը, ինչ որ նրանն է, կլինի քոնը։ Իշ 1 Հովանու 17 աղոթքը։ Այո։ Ուրեմն արդյունքում տեսնում ենք Հուդայի բաց դուռը ինչ արեց։ Այն ագարակը, որ ինքը երազում էր առներ, որտեղ իր 30 արծաթ էր շտապ պետք։ Երուսաղեմում մի հատ լավ հող էին ծախում, ուզում էր տուն շիներ այդտեղ, փող էր պետք։ Ծուր ճանապարհներով էր փող ուզում ճարեր։ Արդյունքում այդ ագարակը արյան ագարակ դարձավ։ Չվայելեց։ Հայերեն արտահայտություն կա, չի ասում քթերից եկավ։ Տեսավ, բայց չվայելեց։ Հենց այսպես է սատանան վարվում հավատացյալների հետ։ Զբաղացնում է, զվարճացնում է, թուլացնում է մեզ, բաց տեղ է ման գալիս, հետո թափանցում է, սկսում է մեզ խորտակել ու կործանել։ Հուդան շատ տխուր ավարտ ունեցավ։ Մենք շատ կարող ենք խոսալ, ժամանակ չկա, բայց ամփոփեմ հակիրճ ձևով, եթե Հուդայի կյանքի մեջ ձեռքը ներ իր թույլ կողմը, Արուսյակի կյանքի մեջ որ հրեշտակապետ էր, հպարտությունն ու ինքնահիացմունքն էր իր թույլ կողմը, հիշում եք, չէ՞։ Այնքան էր հիացած իրանով, որ հպարտացավ, կուրացավ եւ վայր ընկավ։ Ասում են, մի անգամ մի տղամարդ գալիս է կնոջ մոտ, ասում ուզում եմ իմ մեղքը քեզ խոստովանեմ։ Ասում ինչ մեղք ես գործել։ Ասում լսի ամեն առավոտ, որ կանգնում եմ հայլու առաջ, հպարտանում եմ, որ ես ինչքան գեղեցիկ եմ, ինչքան տղամարդ եմ, ինչ առնական եմ, ինչ գեղեցիկ մարմին ունեմ, ինչ հիանալի մեկն եմ ես, հպարտության մեղքն է ինձ պատել։ Հետո կինն ասում է, սիրել ես հանգիստ տեղ, եթե հպարտության մեղքը չէ, դա ինքնախաբեության մեղքն է։ Ինքդ քեզ խաբում ես։ Արուսյակը բայց հիացած էր իրանով։ Տեսել եք այդպիսի մարդկանց, որոնք ինքնահիացմունքի մեջ են։ Ինչ էլ անես, իրան չես կարող շեղել, մինչև մի պահ գա, որ Աստված թույլ տա, որ ինքը իրանից ինչ անի, հիասթափվի։ Բայց Արուսյակի ինքնահիացմունքն ու հպարտությունը իրան դարձրեցին սատանա։ Միթե մեկը կարող է հրեշտակից դառնալ հրեշ։ Հնարավոր է։ Հավատացյալներ կարող է Կիրակի առավոտյան եկեղեցում հրեշտակ լինել, Կիրակի գիշերը տան մեջ հրեշ լինել, որ ամբողջ շենքին էլ դղրդացնի։ Իհարկե Լոս Անջելեսում տես բաներ չի կատարվում։ Այնտեղից որտեղից ես եկել եմ, երբեմն լինում են տես բաներ, ձեր մոտ չի լինում։ Կայենի կյանքի մեջ բաց դուռ կար, որն էր այդ բաց դուռը։ Նախանձը բաց դուռ էր։ Քուրեր եղբայրներ, նախանձը բաց դուռ է, որ ապականելու է ձեր կյանքը եւ ձեզ դարձնի եղբայրասպան, ատելության մեջ կբռնվեք դուք, զգուշ եղեք։ Ես նախանձին ինչպես կարող ենք հաղթահարել, մարդ ենք, չամեն մեկս կարող ենք ունենալ այդ նախանձը, բայց երբ որ սովորես ուրախանալ ուրիշի հաջողություններով, հենց այդ պահին Աստված մի հատ չեք ագրում քո անվան դիմաց, որ քեզ էլ մի հատ հաջողություն եւ օրհնություն տրվի։ Բաղամի կյանքի մեջ հիշում եք եւ Գեզի կյանքի մեջ ինչն էր, արծաթասիրությունը բաց դուռ էր, չէ՞, եւ իրան կործանվեցին, Գեզին բորոտությամբ զարկվեց, որտեղ դուռը բացել էր արծաթասիրության առաջ։ Ղովտի կինը դուռ էր բացել նյութապաշտության առաջ, հետ նայեց իր ապրանքները, որ կրակի էին բռնված, եւ ինքն էլ աղի արձան դարձավ։ Ղովտի համար էլ բաց դուռն ինչ էր, Սոդոմի բաց դուռն էր, հարմարավետությունը, կոմֆորտը եւ սխալ կյանքը, հարբեցողությունը։ Հիշում եք մի օր նա հարբեց եւ ծնվեց այլանդակություն նրա կյանքից։ Աբրահամի կյանքի մեջ վախն էր բաց դուռը, Մովսեսի կյանքում բարկությունն էր բաց դուռը, որի պատճառով Աստված ասեց չես մտնելու Քանանի երկիր, Քանանի դուռը փակվեց նրա առաջ։ Դավիթի կյանքում շնությունն էր բաց դուռը, Դեմասի կյանքում աշխարհասիրությունն էր բաց դուռը։ Ինչ բաց դռներ կան այսօր մեր կյանքի մեջ։
Երկրորդ Կորինթացիներին 12:10 Պողոս առաքյալն ասում է, որ ես տկար եմ, բայց երբ որ ես տկար եմ, այն ժամանակ ինչ եմ, զորավոր եմ, զարմանալի այս խոսքը։ Ինչպես կարող է մեկը տկարության ժամանակ զորավոր լինել, բայց Պողոս առաքյալը գիտակցեց մի սուրբ եւ խորը գաղտնիք։ Իմ իրական ուժը սկսվում է այնտեղ, որտեղ ես ճանաչում եմ իմ թուլությունն ու տկարությունը եւ ազնիվ եմ իմ տկարությունների հետ։ Ես չեմ ասում, չէ, ես օքեյ եմ, ես կարիք չունեմ աղոթքի, ես կարիք չունեմ խոստովանության։ Մենք սովոր ենք երբեմն, որ անգամ հովիվներին, որ տեսնենք, որ հարցում ենք, ինչպես ես, ասեն, լավ ենք, փառք Աստծո։ Մի անգամ այդպես գնացի եկեղեցի մեկը արծեց, ասեց, Վազգեն եղբայր, ինչպես ես, ասի, փառք Աստծո, վատ եմ։ Ասեցի, ինչ։ Իսկ սովոր չէր, որ ով ասի վատ եմ։ Ասի, հա, վատ եմ, կարող եք աղոթել ինձ համար, տկարացել եմ։ Դու նայեց ինձ, ասես Վազգեն եղբայր, ես էլ ուզում եի, որ ասեի դու իմ համար աղոթի, բայց հիմա կգնամ այս շաբաթ ամեն օր քո համար կաղոթեմ։ Երբ որ մենք ազնիվ ենք լինում, դա մեզ չի ցածրացնում, դա առիթ է, որ Աստված մեզ բարձրացնի։ Դրա համար է Պողոս առաքյալն ասում է, երբ որ տկար եմ, այն ժամանակ Աստված ինձ զորացնում է, երբ որ ես գիտակցում եմ իմ տկարությունը, երբ որ գիտեմ դա իմ թույլ կողմն է, ես չեմ ծածկում, ես խոստովանում եմ, Աստված գալիս է եւ մեզ սկսում է զորացնել։ Հայերեն մի պոեմ կա, Թմկաբերդի առումը, Հովանես Թումանյան, չէ՞։ Ով է կարդացել Թմկաբերդի առումը։ Մենք դպրոցներում միշտ անցնում ենք, ասում ենք, ինչը կհաղթի քաջ հերոսին կամ քաջ թաթուլին, թե չլինեն կինն ու գինին։ Մի իշխան կար, որի անունը Թաթուլ էր, շատ զորավոր, ոչ մի արաբ իշխան չէր կարող նրան հաղթել, ոչ մի զորք, ոչ մի զենք չէր կարող նրան հաղթել, բայց մի օր մի կին նրան հարբեցրեց եւ նրան պարտության մատնեց։ Արաբական բանակները չէին կարող նրան սպանել, բայց մի կին նրա հարցերը լուծեց։ Ուրեմն զգուշ լինենք, թույլ չտանք սատանան օգտվի։ Եվ այ կյանքում ականջներ, Եսավի կյանքում բերաններ կամ ստամոքսը, Սամսոնի կյանքում աչքերը, Պետրոսի կյանքում լեզուն, Հուդայի կյանքում ձեռքերը, իսկ քո կյանքում ինչն է։ Թող Աստված իր Սուրբ Հոգով ցույց տա։ Վիրավորվածությունը կարող է բաց դուռ լինի սատանայի համար, քույրս, եղբայրս։ Վիրավորված երկար մի մնա, բաց դուռ է։ Նկատել եք վիրավորվածությունը բաց դռնով էլ ինչա բերում մեր կյանք, թշնամանք, ատելություն, անխաղաղ վիճակ, անհաշտություն։ Էլ չես ուզում կարդաս, էլ չես ուզում աղոթես, չես կարողանում կենտրոնանաս, որտեվ սատանան եկավ բաց դռնից ներս մտավ եւ քեզ թալանեց։ Փառքը բաց դուռ է, որ կուրացնում է քեզ։ Փողը, արծաթասիրությունը բաց դուռ է, որ կարող է քեզ հարստահարել։ Շատ բաց դռներ կան, բայց այսօր կուզենամ Սուրբ Հոգու օգնությամբ հերթով փակենք։ Եվ եթե մեր կյանքի մեջ մի բաց դուռ պիտի մնա, դա Հիսուսի առաջ պիտի լինի այդ բաց դուռը։ Ամեն։ Հետևաբար, ինչպես իմ ընկերը, որ Հոլիվուդում աշխատում է, եւ Հոլիվուդը նրան վարձել է դրա համար կամ Դիսնեյը, գտիր մեկին, ով կօգնի քեզ գտնելու քո բաց դռները, բաց տեղերը եւ ծածկի։ Կուզենամ գանք Տիրոջ առաջ հիմա աղոթքով։ Կանգնենք նրա ներկայության մեջ։ Մեր ձեռքերը պարզենք դեպի Աստված։ Մեր դռները հիմա բացենք Հիսուսի համար, քույրեր եղբայրներ։ Շատ ժամանակ դու բաց դուռ ես եղել սատանայի համար, երբ որ բարկացել ես, ինչքան վատ բաներ են մտել քո կյանք։ Երիտասարդների կյանքում համացանցը մի հատ բաց դուռ է, որ չի փակվում։ Բաց աչքերով դևերը թափանցում են մարդու սրտի մեջ։ Եվ կեղեքում են, խորտակում են, տանջում են, գիշերները չեն կարողանում քնել, տառապում են, որովհետև դռներ կան, որոնք բաց են։ Հրավիրիր Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգին փակի այդ դռները։ Մի դպրոցի ուսուցիչ որոշեց իր աշակերտուհուն, որ հավատացյալ էր, ծաղրեր, եւ կանչեց ամբողջ դասարանի առաջ, ասեց. Մարիամիկ, դե ինձ ասա, որ այդքան հավատում ես Հիսուսին, եթե հանկարծ մի օր գա սատանան քո սրտի դուռը թակի, բա այդ ժամանակ ինչ պիտի անես։
ասեց այդ ժամանակ Հիսուսին կասեն, որ դուռը բացի։ Եթե Հիսուսը դուռը բացեց, սատանան ում շուննա, որ այդտեղ մնա։ Եթե Հիսուսը մեր ներսում եղավ, մեղք եկավ, դուռը թակեց, Հիսուսը բացեց դուռը, մեղքը լեղապատար պիտի փախտի։ Ուրեմն հրավիրենք Հիսուսի։ Սիրելի Հիսուս, մենք քո կարիքն ունենք։ Արի Տեր։ Ես չեմ ուզում, որ այս աղոթքը ձևական մի աղոթ լինի, այլ կուզենամ իսկական անկեղծ ազնիվ լինենք մենք։ Ես չգիտեմ, եթե դու բաց դռնով այսօր տուն գնաս, հետդ ինչ կլինի, բայց գիտեմ, որ լավ չի։ Մի գնա այդպես։ Դու կարող ես խոստովանությունով փակել մի մեծ դուռ, դժոխքի դուռ։ Հիշում եք Տեր Հիսուսն ասաց, եւ դժոխքի դարպասները չեն հաղթի նրան։ Բայց որքան մարդիկ կան, որոնք կուլ են գնացել դժոխքի դռներին, դու այսօր կարող ես մի անկեղծ խոստովանությամբ քո վախերի դուռը փակել Աստծո օգնությամբ սատանայի առաջ։ Մարդիկ կան ասում են, մի միտք եկավ եւ այդ մտքից հետո ես հիվանդացա, որովհետեւ մտքի առաջ դուռ բացեցիր։ Մարդը ասում է, մի միտք եկավ եւ ինձ ստիպեց դիմել ինքնասպանության, որովհետեւ դուռ կար բաց քո կյանքի մեջ։ Մեկն ասում է, չեմ կարողանում քնեմ, մյուսն ասում է, չեմ կարողանում ուտեմ, մյուսն ասում է, չեմ կարողանում եկեղեցի գնամ, որովհետև սատանան մարդուն հենդիքեփ է դարձրել, պարալիզացրել է, հաշմանդամ է դարձրել, որովհետև առիթ ես տվել։ Եթե առիթ չտաս, նա չի կարող, նա առիթից օգտվող է, բայց առիթից զրկենք այսօր սատանային։ Տեր Հիսուս, ես հիմա աղոթում եմ եւ քո սուրբ արյունն եմ հռչակում սիրելների վրա, ովքեր այստեղ են։ Եթե ինչ որ մեկի կյանքում երիտասարդ է տարեց, բաց դուռ կա, որտեղից անընդհատ դիվային ներթափանցում կա։ Ես հենց հիմա աղոթում եմ, Տեր, փակիր այդ դռները, վախի դռները, մահվան դռները, մտքերի դռները կպչուն։ Դեպրեսիայի դուռը փակիր, մեղքի դուռը փակիր, անաստվածային հարաբերությունների դուռը փակիր։ Մենք այսօր սատանայի երեսին դուռն ենք փակում Հիսուսի անունով։ Մենք շփում ենք նրա դեմքին եւ ասում ենք, սատանա, հետինս անցի Հիսուսի անունով։ Ես քո առաջ դուռ չունեմ բացել։ Իմ տան դուռը քո առաջ փակ է։ Իմ երեխեքի կյանքի դուռը քո առաջ փակ է։ Իմ ֆինանսների մեջ ես դուռ չունեմ քո առաջ բացելու իմ անիմաստ ծախսերով, մեղքի ծախսերով։ Երբ որ ես 10-րդը բերում եմ իմ հոր տուն, դռները փակվում են սատանայի առաջ, որովհետև 10-րդը բանալի է, որ տալիս ես Հիսուսի ձեռքերի մեջ։ Տեր, ահա իմ կյանքի բանալին էլ, իմ դռան բանալին էլ քո ձեռքերի մեջ եմ հանձնում Հիսուս։ Եվ սատանային վտարում եմ իմ կյանքից Հիսուսի անունով։ Ձեռքդ կարող ես դնել քեզ վրա, քո սրտի վրա, քո մտքի վրա։ Թույլ տուր, որ հենց հիմա Սուրբ Հոգին թափանցի եղբայրս, քույրս, բավական է որքան տանջվես, բավական է որքան թաքցնես, բավական է որքան տառապես, բավական է սատանային մի տարու քո պահարանի մեջ թաքցրու, ամաչելով, մտածելով, վայ հանկարծ պապան, մաման, հովիվը, եղբայրը տենա ինչ կմտածի, չէ, դուռը բացի եւ ասա սատանա, դուրս իմ կյանքից Հիսուսի անունով, դուրս իմ մտքից Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ, որ այստեղ զորավոր ազատագրություն լինի, հենց հիմա, վախ հեռացիր մեր կյանքից Հիսուսի անունով։ Մեղքի մտքեր, տանջող մտքեր, հեռացեք Հիսուս Քրիստոսի անունով վտարում ենք եւ հրավիրում ենք Աստծո ներկայություն այս վայրի մեջ։ Ես հրավիրում եմ Սուրբ Հոգու քաղցր ներկայությունը։ Արի քաղցր Սուրբ Հոգի, հպվիր Սուրբ Հոգի, այստեղ կանգնած ամեն մեկից, հպվիր Աստծո Հոգի։ Եթե մի դուռ կա, որ բաց է, դա քո առաջ է, արի Հիսուս քո Սուրբ Հոգով, բեր խաղաղություն, բեր հաշտություն, բեր կյանք, բեր ուրախություն։ Ես չեմ ուզում, որ իմ դուռը ամեն մեկի առաջ բաց լինի, Տեր, արի եւ իմ կյանքը փոխիր։ Ես չեմ ուզում իմ միտքը բաց դռների տեղ լինի, որ ինչքան հազար ու մի կեղտոտ մտքեր կան լցվեն իմ մեջ։ Ես Եբրայեցիներին թղթի համաձայն այսօր դեն եմ նետում։ Ամեն ծանրություն եւ հեշտությամբ պաշարող մեղք
դեն եմ նետում, որպես զիբիլ, որպես աղբ թափում եմ դուրս իմ կյանքից։ Վիրավորվածությունը, աններողամտությանը դեն եմ նետում Հիսուսի անունով։ Կեղտոտ մտքերը դեն եմ նետում Հիսուսի անունով։ Ատելություն, թշնաման, բամբասան, չարախոսություն դեն եմ նետում։ Որտեղ աղբ կա, այնտեղ ճանջերն են հավաքվում։ Աղբը թափիր, ճանջերը կվերանան։ Աղբը թափիր, մկներն ու առնետները, կրծողները կհեռանան։ Թույլ տանք այսօր լույսը թափանցի մեր մեջ, պատուհանները բացենք Հիսուսի առաջ, օդափոխենք մեր սիրտը, օդափոխենք մեր կյանք, ծանր օդը հեռացնենք մեզանից, դժոխքի հոտը հեռացնենք մեր սրտերից։ Տեր Հիսուս մաքրիր մեր ներսը, Տեր Հիսուս մաքրիր մեր ներսը, հենց հիմա, այստեղ կան մարդիկ, որոնք բռնված են, մտքերի գերի են, եթե դու այդ մարդն ես, մի ամաչի, ձեռքդ բարձրացրու, դրանով դու չես խայտառակվում, սատանան կխայտառակվի, այդ մտքերը կասեն ձեռքդ չբարձրացնես, հանկարծ ամոթ է, հակառակ սատանային ձեռքդ բարձրացրու, և ասա Տեր օգնիր ինձ, ես կարիք ունեմ, փոխիր ինձ, փրկիր ինձ Հիսուս, ազատագրիր ինձ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, եթե զգում ես Աստված քո կյանքում հիմա գործ է անում, մի բան կարող ես անել, շնորհակալություն հայտնել նրա արածների համար, արի Սուրբ Հոգի եմ ես լցրու հենց հիմա, ամեն չարություն հեռանում է, ամեն նախանձ հեռանում է, ամեն բարկություն հեռանում է, ամեն լարվածություն հեռանում է և Տիրոջ խաղաղությունը մոտենում է, Հիսուսը մոտենում է, Հիսուսը քեզ մոտենում է և դու չես կարող չզգալ նրա ներկայությունը, անտարբեր լինել նրա ներկայությանը, Հիսուսը քեզ գրկում է, Այստեղ կա մեկը, որ շատ խիստ ամաչում է Հիսուսից և Պետրոսի նման ասում է հեռու մնա ինձանից Հիսուս, ես մերկ եմ, ես խայտառակ եմ քո առաջ, բայց Հիսուսն ասում է քո մեղքերը ինձ չեն կարող հիասթափացնել ինձ քեզանից։ Հիսուսը ուզում է մոտենալ քեզ, գրկել քեզ, ծածկել քո մերկությունը, փոխել քեզ, փրկել քեզ։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս, շնորհակալ ենք քեզ Հիսուս, շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Փառք ես Տեր։ Ես կուզենամ, որ հիմա իրար համար աղոթենք, ձեռք դնենք իրար վրա նաև, օգնենք, ծածկենք իրար աղոթքով, մենք ապրում ենք չար ժամանակներ, մենք ապրում ենք չար աշխարհի մեջ։ Սատանան շատերի վրա ձեռք է դրել ու ձեռք չի քաշում, բայց քո քրոջ ու եղբորդ վրա երբ որ ձեռք դնես, թող այդ ձեռքը Հիսուսի ձեռքը լինի։ Թող հենց հիմա, ով որ ձեռք դնի քո վրա, այդ ձեռքը Հիսուսի ձեռքը լինի քո ուսի վրա, որ այդ ձեռքով Հիսուսն ասում է ես քեզանից ձեռք չեմ քաշի, իմ ձեռքը կդնեմ քո վրա և ես քեզ կօգնեմ, ես քեզ կփրկեմ, ես քեզ կազատեմ։ Ով Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, որ քո զորավոր օծությունը հիմա այս վայրի մեջ է։ Շնորհակալ ենք Տեր, որ քո Սուրբ Հոգին հիմա զորավոր գործում է եղբայրներիս ու քույրերիս կյանքի մեջ։ Շնորհակալ ենք Տեր։ Ով Հիսուս, քո քաղցր ձեռքի տակ բժշկվում եմ Տեր։ Ցավերս հեռանում են Տեր։ Սատանան, որ ներկա էր, հիմա բացակա է դառնում Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ, որ վախերս հեռանում են, դու մոտենում ես։ Շնորհակալ եմ Տեր, որ հոգեկան ամեն խանգարումք հեռանում է Տեր և հոգեկան խաղաղություն է գալիս Տեր։ Խավարը հեռանում է, խաղաղությունն է գալիս, լույսն է գալիս իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ և իմ մտքի մեջ։ Մենք չենք գնալու այստեղ նույն ծանր հոգով, ասում է դեն նետեք ամեն ծանրություն։ Մենք այստեղից թեթևացած ենք գնալու, օթերով ենք գնալու, խաղաղված ենք գնալու, որովհետև ծանրությունը Հիսուսը վերցրեց իր վրա, խաչի վրա Հիսուսը մեր բոլոր ծանրությունները վերցրեց։ Դրա համար մի պահիր այդ ծանրությունը, մի թույլ տուր սիրտը ծանրանա ու դառնանա։ Հիսուսը պատրաստ է հենց հիմա վերցնել քո ծանրությունը և քեզ տալ իր թեթևությունը, իր քաղցրությունը և իր խաղաղությունը։
Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս։ Սա քեզ այդ հանդիպման գիշեր է, սա Հիսուսի այդ ժամադրության բան է, քույրեր եղբայրներ, չշտապենք, մնանք աղոթքի մեջ, Հիսուսը գործ է անում մեր մեջ, Հիսուսը գործ է անում մեր մեջ։ Նա ուզում է, որ հանդիպենք իր հետ։ Նա չի ուզում, որ հերթական անգամ գանք եկեղեցի ներկա ստանանք, գնանք, նա ուզում է իր ներկայությունը մենք ստանանք հենց հիմա, իր քաղցր ներկայությունը ստանանք։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Լցվեք Աստծո ներկայությամբ, ամեն մեկս, քույրեր, եղբայրներ, երիտասարդներ, հասուն կանայք եւ տղամարդիկ, լցվենք Աստծո ներկայությամբ, տարեցներ, լցվենք Հիսուսի ներկայությամբ եւ դատարկվենք այս աշխարհի չար ներկայությունից։ Բացակա դնենք սատանային մեր կյանքի մեջ, բացակա դնենք մեղքին մեր կյանքի մեջ եւ Հիսուսի ներկայությունը ստանանք հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա։ Տեր Հիսուսը անում է այնպիսի մի բան, որ դեղերը չեն կարող անել, որ աշխարհի ոչ մի բժիշկ չի կարող անել, Հիսուսը քո ներսում անում է հենց հիմա, չի անում վաղը, չի անելու մի ժամ հետո, հիմա է անում, հիմա է պահը, մի հետաձգիր։ Շնորհակալ ենք Տեր այս ազատագրության համար, շնորհակալ ենք այս ազատագրության համար, որ նոր էջ է գալիս մեր կյանքի մեջ, նոր մուտք, նոր ստարտ, նոր փոփոխություն, նոր կյանքի համար, ինչպես Օնիկ եղբայրս ասաց, նոր գինի է գալիս նոր տիկերի մեջ։ Վերջ հին դռներին, վերջ անցած տարվա բաց դռներին, այլևս ոչ մի բաց դուռ Հիսուսի անունով։ Միայն քո առաջ Հիսուս։ Իմ աչքերի դռները բաց են քեզ համար։ Իմ բերանը որպես դուռ բաց է քեզ օգնելու համար։ Եկեք բացենք մեր բերանը, սրտանց փառաբանենք Հիսուսին։ Եթե Հուդայի թույլ կողմը ձեռքերն էր, թող քո ուժեղ կողմը ձեռքերդ լինի։ Բարձրացու քո ձեռքերը դեպի Հիսուսը, կախվիր նրանից, կառչիր նրանից։ Քո ձեռքերի բարձրացումով ցույց տուր ումից է քո սպասելիքը, ումից է քո հույսը։ Շնորհակալ եմ։ Թող քո ձեռքերը չթուլանան, թող քո լեզուն չձանձրանա Աստծուն օրհնել։ Թող քո աչքերը չհոգնեն նրան նայելուց։ Թող քո ականջները չփակվեն նրա ձայնը լսելուց։ Մի խլացրու Սուրբ Հոգու ձայնը։ Աստծո խոսքն ասում է այսօր եթե Սուրբ Հոգու ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացրեք։ Հիսուսը խոսում է քեզ հետ։ Խոսում է քեզ հետ սեր, խոսում է քեզ հետ խաղաղություն։ Մի խլացրու նրա ձայնը։ Թույլ մի տուր, որ բարկության, աններողամտության աղմուկը խլացնի Հիսուսի ձայնը։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր։ Սրտանց գոհանում ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Օրհնում ենք քեզ Տեր, օրհնում ենք քեզ Տեր։ Ալելույա։ Իմ բերանը կգովի քեզ Տեր, իմ լեզուն կփառաբանի քեզ Տեր։ Կբարձրացնեմ իմ աչքերը դեպի քեզ, իմ ձեռքերը կբարձրացնեմ դեպի քեզ ով Աստված, ձայնս կբարձրացնեմ դեպի քեզ Հիսուս։ Շնորհակալ եմ, որ ես այլևս գերի չեմ Սամսոնի նման, կույր չեմ, իմ աչքերը չեմ տվել օտար կանանց։ Շնորհակալ եմ, որ իմ սիրտը այլևս հափշտակված չի մեղքի կողմից, ես պաշարված չեմ։ Եթե պաշարված եմ, ապա Հիսուսի սիրուց։ Եթե գերի եմ, ապա Հիսուսի գերին եմ։ Եթե իմ սիրտը մեկը գրավել է, ապա նրա անունը Հիսուս է։ Շնորհակալություն քեզ Տեր, շնորհակալություն քեզ Տեր։ Փառքես Տեր։ Կարող ենք մեր ձեռքերը բարձրացնել, սրտանց ասել շնորհակալություն Հիսուսին։ Սրտանց ասել փառքես Տեր։ Այո, այո, փառքես Հիսուս։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Խնդրեմ եղբայր Էրիկը, եթե ինչ-որ մի երգ ունի երկրպագության, որով մեզ օրհնի եւ մեր ժողովը ամփոփվի Տիրոջը պաշտելով։ Շնորհակալ ենք քեզանից Աստված։ Քո քաղցր ներկայության համար։ Տեր, ես աղոթում եմ, որ այս գիշեր մեր տների մեջ շարունակվի այս պաշտամանքը Տեր։ Որ չգնանք ու նստենք TV-ների առաջ կամ ինտերնետի մեջ, այս գիշեր Հիսուսի հետ ընթրիկ անենք։
Հիսուսն ասաց, եթե մեկը իմ ձայնը լսի եւ դուռը բացի, ես ներս կգամ եւ նրա հետ ընթրիք կանեմ եւ նա էլ ինձ հետ ընթրիք կանի։ Քույրս եղբայրս ընթրիքը գիշերն են անում։ Այս գիշեր Հիսուսն ուզում է քեզ հետ ընթրիք անել քո տան մեջ, հանդիպել քո տան մեջ։ Ուրեմն Հիսուսին այստեղից տար քո տուն։ Մի թող Հիսուսին այստեղ։ Հիսուսի ներկայությունը տար քեզ այդ տուն։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։